ասում եք, որ իրատեսական չեք համարում ադրբեջանցիները այստեղ կամ այնտեղ ապրել, օրինակ մենք բազմից տեսել ենք, որ Ադրբեջանից թեզեր են հնչում 300,000 արևմտյան ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու հարցը։ Օրինակ դուք դա քննարկել եք այդ բանախոսների հետ եւ դուք իրատեսական համարում եք 300,000 արևմտյան ադրբեջանցիների բնակեցնում Հայաստանում, ինչպես նաեւ քննարկել եք, որ այնտեղ անձնագրեր են տրամադրվում որոշակի մարդկանց հայկական գաղափարներ ադրբեջանական։ Մենք էժանագին քարոզչական թեմաներ չենք քննարկում, իսկ այդ ամբողջ խոսույթը ես գնահատում եմ որպես էժան քարոզչամիջոց եւ այն փաստաթղթերը, որոնք որ դուք ողջունում եք անձնագրեր, դրանք ըստ էության մի հասարակական կազմակերպության կողմից տպած թղթի կտորներ են, դրանք անձնագրեր չեն։ Ընդհանուր առմամբ Պարոն Մելիքսեթյանը թե պարոն Մինասյանը դրա մասին խոսեց, որ այո, երկու հասարակություններում կան շատ տարբեր մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր նպատակներ, որոնք ունեն շատ տարբեր պատկերացումներ հակառակ կողմի մասին։ Իդեպ մեզանում շատ տարածված մի ֆենոմեն է, որ մենք Ադրբեջանը ընկալում ենք որպես միատար, մի շերտից բաղկացած մի երևույթ, որը ինքան էլ այդպես չի կամ այդպես չի։ Ինչպես եւ մեր մոտ կան մարդիկ, ովքեր որ շատ կոշտ դիրքորոշում ունեն, որոնք ասում են ոչ մի խաղաղություն էլ հնարավոր չի Ադրբեջանի հետ, դա ինքնախապեյություն, ինքեւ այնտեղ կան մարդիկ, ովքեր ասում են Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր չի։ Ինչպես մեր մոտ կա խոսույթ, հա, թուրքը մնում է թուրք, իրանք էլ ունեն դրա ճիշտ հակառակը, հայը մնում է հայ։ Եվ նմանատիպ այդ բոլոր գրադարացիաներով այդ հասարակական շերտերը կան։ Հիմա քննարկում ենք արդյոք մենք ուրեմն մի թեզ, որը որ անիրատեսական է, անհնարին է եւ բացահայտ քարոզչական է, ոչ չեն քննարկում, որտեղ դրա իմաստը չկա, որովհետեւ չկա աշխարհերեսին հնարավորություն, որ Ադրբեջանը չէ, Թուրքիան չէ, Միացյալ Նահանգները չէ, աշխարհերեսին որևէ պետություն կարողանա կազմակերպել, որպեսզի Հայաստանում 300,000 ադրբեջանցի տեղափոխվի ու բնակվի, որտեղ մինչև այս պահ իրանք անգամ Ղարաբաղ չեն կարողացել 100,000 մարդ տեղափոխեն, որը որ գտնում է իրանց վերահսկողության ներքո։ Ավելացնեմ, որ մենք խոսում ենք ընդհանուր առմամբ նման խոսույթների վնասակարության մասին, խաղաղության գործընթացի, բայց իրենք էլ այնպես չի, որ չունեն օրինակներ մեր այս կողմի իրենց տարածքային ամբողջականության խախտման կոչերի եւ տրամադրությունների, իրենք էլ մեզ են դրանք օրինակ բերում։ Գիտեք, այս հարցերը մենք քանի որ տալիս ենք, մենք էլ ենք այս հարցերով գնացել նաև այս գործընթացի մեջ մտել, ինչքանով են իրենք իրատեսական եւ նաև մեր ներսում ունեցել ենք տարբեր կարծիքներ 2022-23 թվականներից եւ որ սկսեց այդ արևմտյան Ադրբեջանի թեզի տարածումը, ինքը իրական պրոյեկտ, այսինքն Ադրբեջանի վերջնական նպատակն է, որ գան այստեղ ադրբեջանցիներ ապրեն, թե ինքը ճշմարտ գործիք է, որով ադրբեջանական կողմը փորձում է Հայաստանից ինչ որ այլ բան ստանալ։ Այդ այլ բանը իմ պատկերացմամբ միշտ եղել է արցախցիների հարցի փակումը, այսինքն որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, հայերը այնտեղ չեն բնակվում եւ հայերը երբեք այս թեման չեն բարձրացնում։ Հիմա դուք ընդունում եք այս առևտուրը քաղաքական թե չեք ընդունում, սա այն տրամաբանությունն է, որով հիմա գնում է հայ-ադրբեջանական կարգավորումը եւ ես նաեւ արդեն վստահ եմ այս տրամաբանության մեջ, որ մենք մտել ենք մի փուլ, որտեղ կանխատեսելի քայլեր անելով հայկական կողմից մենք կարող ենք ակնկալել կանխատեսելի քայլեր ադրբեջանական կողմից։ Եվ սրա արդյունքները, ինչպես նշեց իմ գոլեգան, դա այսպես կոչված նեղ խաղաղությունն է, այսինքն Հայաստան-Ադրբեջանը ունենում են միջպետական սահման, այս սահմանի այս կողմում ապրում են հայերը, էթնիկ հայերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, սահմանի այն կողմում ապրում են էթնիկ ադրբեջանցիները, Ադրբեջանի քաղաքացիները, մենք ունենում ենք որոշակի առևտրաշրջանառություն, ունենում ենք տրանզիտ, ունենում ենք այլ հարաբերություններ, բայց այն պատկերացումը, որ ադրբեջանցիները գալու են այստեղ ապրելու կամ առավել եւս հայերը գնալու են այնտեղ ապրելու, գիտեք, եթե նույնիսկ այս քաղաքական ենթատեքստերը հանենք, դուք ուղղակի չեք պատկերացնում Ամասիայի Վարդենիսի շրջանի ադրբեջանցիները, Ադրբեջան որտեղ են գնացել բնակվել, եւ եթե դուք լինեիք, դուք հետո կգայիք Ամասիա բնակվելու կամ Վարդենիս բնակվելու, ինչպես նշվեց նաեւ նույնիսկ Ղարաբաղում հիմա լրջագույն խնդիր է վերականգնել 10% ադրբեջանական բնակչության, նայեք անցել արդեն գրեթե 6 տարի մեծ այն շրջանների, որ հայկական կողմից անցան Ադրբեջան եւ Ադրբեջանը վերականգնեց իր վերահսկողությունը։ Մինչեւ հիմա չկա 10% բնակչության, որ եղել է մինչեւ կոնֆլիկտի սկիզբը։ Եվ սա կարևոր ցուցիչ է, որովհետեւ խոսքերին, եթե դուք նայում եք հայտարարությունների նարատիվներին ու ցավոք սրտի մեր քաղաքական դաշտը ոնց որ գեղարվեստական տեքստերի մրցույթ լինի, ասենք,
Բայց դուք պետք է նայեք հողի վրա ինչ է կատարում։ Բացում եք քարտեզները, նայում եք քանի գյուղ է վերականգնվել, քաղի բնակիչ է վերադարձել։ Ադրբեջանում ինչ խոսույթ կա այս թեմաներով, որ բողոքում են, որ ասում են ղարաբաղցիները ֆիզուլի են գնում, հետո փախչում են էլի Բաքու են գալիս, որովհետև չեն ուզում այնտեղ բնակվել։ Այդ մարդկանց էլ մենք կարող ենք հասկանալ, որովհետև 30 տարի իրանք լրիվ ուրիշ պայմաններում ապրել են, հետո պետք է վերադառնան միտեղ, որտեղ զարգացած ենթակառուցվածք կա, որի հետ արդեն փաստացի կապել չունեն։ Դուք պատկերացրեք 30 տարի միտեղ ապրեք, առավել ձեւս ձեր երեխան մեծանա 30 տարի միտեղ, եւ հետո իրան ասես դու վերադառնում ես միտեղ, որը եւ իր հնարավորություններով շատ ավելի սահմանափակ է։ Եվ ընդհանրապես դու էմոցիոնալ կապ արդեն այդ տարածքի հետ չունես։ Ես ուղղակի ուզում եմ նաեւ Հայաստանի բնակչությանը ասել, որ այս էմոցիաների մեջ մտնելը իհարկե բոլորս այդ էմոցիաներն ունենք, բայց նաեւ բացի նարատիվներից մի քիչ պետք է հողի վրա նայենք, պետք է հասկանանք մեզանից ինչ ենք ուզում եւ այս պահին մենք ինչպես կարող ենք այս հարցը լուծել։ Ու սա շատ կարևոր է, որ ես համարում եմ, ես ուղիղ ձեզ ասում եմ, արևմտյան Ադրբեջանի թեզը բլեֆ է այն համատեքստում, եթե մենք ունենանք հարաբերությունների քաղաքական կարգավորում։ Եթե մենք ուզենանք ինչ-որ այլ քաղաքական ծրագրեր իրագործել, ասենք արցախցիների վերադարձ, ինքը բլեֆ չի լինել, այսքանը։ Ես մի մենակ էլեմենտ եմ ուզում ավելացնեմ, այդ նեղ խաղաղության կոնցեպտի ուրեմն դրսևորում էր հույն թուրքական հարաբերությունների կարգավորման առնվազն վաղ փուլը, երբ որ էլի ողբերգությունների, ջարդերի, հանցագործությունների, արյան, մեծագույն զրկանքների արդյունքում Թուրքիայի եւ Հունաստանի միջև տեղի ունեցավ բնակչության տարանջատում, երբ որ հունական բնակչությունը Թուրքիայի հեռացավ Հունաստան, թուրքական բնակչությունը Հունաստանի հեռացավ Թուրքիա։ Եվ ինչ որ չափով նույնը Կիպրոսում։ Սա իր հերթին հնարավորություն ստեղծեց, դե Կիպրոսում ուղղակի այդ նեղ խաղաղության կոնցեպտը մի քիչ ավելի սահմանափակ կարած կիրառես էլի։ Դա իր հերթին հնարավորությունը ստեղծեց գնալու այն խաղաղության կոնցեպտուալության, որի մասին մենք այստեղ նկարագրեցինք, այդ սահմանահեն, եթե կուզեք, խաղաղություն, որ կա սահման, այդ սահմանից արևելք Ադրբեջանն է եւ ադրբեջանցիներն են, այդ սահմանից արևմուտք Հայաստանն է ու հայերն են։ Ունենք մենք երաշխիքներ, որ սա իրատեսական է, որ սա հնարավոր է, որ սա լինելու է։ Բնականաբար նորից եմ ուզում կրկնել, միջազգային հարաբերություններում են էլ այսօր, երբ որ տեսնում եք աշխարհում ինչ է կատարվում, որևէ մեկը որևէ մեկին երաշխիք տալ չի կարող։ Բայց կա հակառակի երաշխիքը, որ եթե մենք չենք գնում այս ճանապարհով, եւ պարոն Մելիքսեթյանի ասածը դա այլևս բլեֆ չի լինում, եւ երկրորդը ուրեմն խաղաղության հասնելու հնարավորություն այլևս չի լինում։ Շնորհակալություն։